Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ազգակործան շարունակում է իր հրեշավոր գործը, այսօրվա իր խոսքը ընկալվեց այլևս հարձակում հայ առաքելական եկեղեցու վրա, մեծ հաշվով քաղաքացիական պատերազմ։ Խնդրեմ։ Անժելա, դու իրավացի ես, բայց եթե մենք հասկանանք իսկ ինքը ինչու է այդ քայլին գնում, կարծում եմ ամեն ինչ տեղը կընկնի։ Ըստ էության Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ամենամեծ վարկանիշ ունեցող հասարակական կազմակերպությունն է։ Եվ ինքը չէր կարող հանգիստ մնալ, որովհետև այդ այն խնդրեմը, որ հիմա կա իրականում իր վարկանիշի ահավոր խայտառակ անկման պարագայում իր վարկանիշից, որը հիմնականում ադմինիստրատիվ ռեսուրսի վրա է հիմնված։ Ընդ որում ինչն է հետաքրքիր, ադմինիստրատիվ ռեսուրսը մեր նման պետություններում, այդպիսի պետություններ շատ չկան, 15%-ի շրջանակներում է իր վարկանիշը ավելի քիչ քան 15%-ը, դա նշանակում է, որ այն մարդիկ կոպիտ պետք է ասեմ, ով իր ձեռքից հաց է ուտում, նույնիսկ իրենք իրան ձայն չեն տալիս, եւ այդ պարագայում ունենալ հասարակության մեջ մի կառույց մեր Սուրբ եկեղեցին, որի վարկանիշը մի քանի անգամ ավելի բարձր է, դա իր համար շատ վտանգավոր է, որովհետեւ ցանկացած դեպքում այդ եկեղեցի կոչով կարող են մարդիկ դուրս գալ եւ ուղղակի վռնդել իրեն։ Ահա թե ինչու է ինքը ընկել եկեղեցու հետևից եւ ընկել դա ամենաստոր ձևերով։ Դա կարող է անել միայն թուրքը կամ թուրքի գործակալը։ Իսկ ձեր տաղավարը բազմիցս եմ ասել, սրանք թուրքի գործակալներ են, սրանք թուրքական փողով բերվել են այստեղ իշխանության մի նպատակով՝ իսպառ վերացնելու հայկական պետականությունը։ Եվ այդ առումով լրիվ բնական է իրենց պահվածքը, հատկապես այն պարագայում, երբ իրենց վարկանիշը այդպիսի ուժեղ գահավիժում է ապրում։ Սա պատճառների մասին, իսկ այն նենք ձևերը, որով ինքը փորձում է իր ստոր նպատակները իրականացնել, դրա հետ լրիվ համաձայն եմ։ Բերելու է քաղաքացիական պատերազմի։ Ընդհանրապես ցանկացած ժողովրդի կյանքում երևի ամենամղձավանջային բանը, որ կարող է տեղի ունենալ, դա քաղաքացիական պատերազմն է։ Ու բնական է, որ թուրքական գործակալը պետք է հայ ժողովրդի մոտ առաջացնի քաղաքացիական պատերազմ։ Մենք այս իրավիճակի մեջ ենք։ Եվ ես կարծում եմ կանխելու մի ձև կա, ինքը պետք է հասկանա, որ մոտենալով եկեղեցու պարիսպներին իր առաջ կանգնելու են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները, կանգնելու են աննահանջ ձևով։ Թերևս ինքը պետք է հասկանա, որ հարնի այդ հարվածի այդ պարիսպին ու ինքը կոչանա։ Միգուցե դա իրեն հետ պահի։ Հակառակ պարագայում ինքը չի կանգնելու, ինքը գնալու է մինչև իր ստոր նպատակների իրականացումը։ Մի փոքր հետ գնանք, այսինքն մի քանի օր առաջ Կուրբան Բայրամով այդ բաններ ինքը շնորհավորեց, ինչու է անում դա։ Անժելա, գիտես նույն օրը առևանգված, ասում են իբրև թե մոլորվել էին, բայց ով իմանա, առևանգված այդ անչափահասների մասին խոսեցին, երկու տղայի մասին խոսք գնաց, զինվոր կա մահացած, ասում են իբրև թե կայծակի հարվածից, էլի ով իմանա այնքան ստեր ու այլանդակություններ են տարածել այս մարդիկ, որ հայտնի չի ինչից, եւ այդ օրը մարդը հետո գնում է գինուտոնի, փառատոնի մասնակցելու ընտանիքով։ Անժելա, տես, ակնհայտ է, որ եթե մենք դրվագ ենք փորձում վերլուծել իր քայլերը, մենք ճիշտ արդյունքի չենք կարող հասնել, բայց եթե այդ քայլերը դնում ես մի շղթայի մեջ, տեսնում ես, որ իր նպատակը 18 թվականից սկսած մեկն է եղել։ Առաջինը իդեպ ինքը ցավոք սրտի ենթադրում եմ դեռ շանսեր կան դա հետ բերելու Արցախի ադրբեջանականացումն էր։ Երկրորդ խնդիրը, որը իր առաջ իր տերերը դրել էին, ում փողով ինքը եկավ եւ այստեղ իրականացրեց այդ իշխանափոխությունը, Հայաստանի հերմանիստացումը։ Եվ իր տերերի պահանջները ինքը անխոս պետք է կատարի։ Եվ տեսեք, դուք եթե նայեք իր վերաբերմունքը մեր Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ այդ Կովկասի մուսուլմանների ղեկավարի նման ազգանունն է, Փաշազադեի նույնն է։ Գոնե ամոթը եթե ամոթ կա այդ մարդու երեսին, պետք է հասկանա այդ ինչ անում, արա ինքը ըստ էության կրկնում է
Կամ նաև մեր երեսին, եթե մենք հանդուրժում ենք 7 տարի։ Դուք իրավացի եք նաև մեր երեսին, իհարկե իրավացի եք, իհարկե կարելի է նաև ասել, թե մյուսները, որոնք ասենք թե գունավոր հեղափոխություն են անցել, երբ են իրանք զարթնել, բայց դա առանձին խոսակցություն է։ Իհարկե իրավացի եք, եթե մենք մինչև այսօր չենք կարողացել մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը արդեն նրանց երեսա թեքել։ Նույնիսկ այդ պայմաններում չեն կարողանում վռնդենք, իհարկե ամոթ մեզ։ Մեզ ոչ մեկը չի կարող ների այն պարագայում, երբ նրա վարկանիշը արդեն 15%-ից ցածր է ու դեռ կարճած է իր աթոռին ու կարողանում է իր տերերի հրահանգներով մեզ տանել դեպի ազգակործան պատերազմի, քաղաքացիական պատերազմի։ Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը քայլ արեց, գիտեք, որ շատերը հիշեցին, որ երկու մի քանի շարժում է եղել դիմադրության շարժումն, այդտեղ ինքը կողմ չի եղել եւ անգամ ասել է այդպես բանը իր աջակցությունը այս կամ այն կերպ Նիկոլին հայտնել է, ինչով է սա պայմանավորված։ Գիտեք, այդուհանդերձ եկեղեցին ուրիշ կառույց է, Անժելա, աշխարհի շատ քիչ ժողովուրդներ, շատ քիչ, չգիտեմ, մատների վրա կարելի է հաշվել։ Այսպիսի աշխարհում ունեն այդպիսի հարյուրամյակների 1600 տարվա ինստիտուտ։ Այդ ինստիտուտի վրա հարձակվելը դա մի քաղաքական ուժի վրա հարձակվել չի, դա ասենք թե մի քաղաքական ինստիտուտի վրա հարձակվել չի։ Այդպիսի ինստիտուտ աշխարհի քիչ ժողովուրդներ ունեն ու հարձակվում է այս ստորարարածը այդ ինստիտուտի վրա։ Որևէ հայ չի կարող հանգիստ մնալ այդ պարագայում։ Որևէ հայ չի կարող հանգիստ մնալ։ Եվ ես կարծում եմ իսկապես առաջին նախագահի քայլը ամենայն դրվատանքի է արժանի, ինքը իսկապես շատ վեհ պահեց իրեն եւ կարող է ես սխալվում եմ, բայց այդ ֆոնի վրա ես արդեն շատ ավելի մեղմ եմ նայում այն վերաբերմունքին, որը իմ մոտ ձեռարվել է իր տարբեր դրսևորումների։ Իհարկե ինքը բազմաթիվ նաև դրական դրսևորումներ է ունեցել, բայց նաև ցավոք սրտի ոչ դրական։ Արձագանքին վստահ եմ ծանոթ եք Նիկոլի կեղծված ընտրություններ հիշեց Ալենի դույով դու գնալ դու ես անգամ անհարմար եմ զգում մեջ բերել։ Ճիշտ եք անում։ Ահլա կներեք։ Եվ ընդհանրապես ես դուք հասկացա ինչ եք ասում, ես իմ գործընկերներին էլ խորհուրդ կտայի, որ այն այլանդակությունը, որ տարածվում է վեհապարի հասցեին, այդ ազգապիղծ Սրիկայի կողմից հնարավորինս չմասսայականացնել եւ չմեջբերել եւ չտարածել։ Բայց մենք ուրիշ բաներ պետք է հիշենք։ Ով է խոսում կեղծված ընտրությունների մասին։ Մի Արարած, որը իր կուսակցության բարձրագույն մարմնի ընտրություններում կեղծիքներ է թույլ տալիս։ Դա ի՞նչ է նշանակում։ Հիմա մեկը ինձ պետք է կարողանա համոզի, որ դա իր ցուցմունքով չի եղել, հիմարություն։ Իր ցուցմունքով են այդ կեղծությունները տեղի ունեցել։ Եվ ընդհանրապես իր կեղծ էությունը դրսևորվում է իր պահվածքում, իր ներ շրջապատում։ Բոլորը գիտեն, թե իր այդ խմբարարատանը ինքը ինչեր է արել, բոլորը տեսնում են, թե իր կուսակցությունում ինքը ինչպես է։ Ընդհանրապես ինքը եւ կուսակցություն գաղափարը անհամատեղելի են։ SMS-ներով մարդկանց հեռացնում է աշխատանքից։ Դա ինչ է, ստրուկներն են, իր ստրուկներն են այնտեղ։ Այ տոտալիստ, ինչպես տոտալիտար աղանդներ կան, չէ՞, ինքը իր կուսակցությունը դարձել է տոտալիտար աղանդի մի էտալոն։ Եվ պատահական չի, որ շատերը ասում են, որ ինքը եւ իր շրջապատը այդ կյանքի խոսքի տոտալիտար աղանդի ներկայացուցիչներն են։ Գիտեք, եթե ինքը ինչ-որ խնդիրներ ունի, թող գնա նա իր աղանդում այդ խնդիրները հաղթահարի, հետո խոսի մեր եկեղեցու մասին, եթե պիտի խոսի։ Իր աղանդը թող գնա կարգավորի իր աղանդում խնդիրները, հազար մի խնդիրներ կան այնտեղ։ Վստահ եք, որ այն ինչ որ սկսել է ինքը պարտվելու է այստեղ։ Անժելա, շատ բան մեզանից է կախված։ Շատ բան մեզանից է կախված։ Շատ լավ կհիշեք, պարոն Մինասյան, ես առնվազն եթերում ասում էի, որ զգուշ դա Արցախն է, որտեղ Արցախը ձեզ կտապարի, բայց տեսեք, իրենք ոնց իրենց ոչ հաջողեցին դանդաղ մտնել ու ավիրել, հիմա էլ կհաջողի, թե այն ամենայն չի հաջողի իրեն։ Մեզնից է կախված։ Մեզնից է։ Իդեպ էլի պիտի անդրադառնամ, Արցախն էլ է մեզնից կախված։ Արցախը ով է ասում, որ Արցախը վերջնականապես մենք կորցրել ենք։ Ոչ ու էլի ոչ։ Հազար հնարավորություն կա։ Իդեպ այսօր իրան կվռնդենք, հնարավորությունները ավելի շատ կլինեն, վաղը մի քիչ ավելի քիչ, 10 տարի հետո շատ ավելի քիչ։ Մենք պետք է այս իր չարիքի դեմը առնենք։
ինքը կանգնել չունի, հազար անգամ ասել եմ, շատերին ընկերներիցս ծմեր լավ, էս էլ ու վերջ, չէ, գնալու է մինչև վերջ, կործանելու ես, ինքը էս գենետիկորեն էս ազգի դեմ է, էս ազգի մուտանտն է ինքը, իսկ մուտանտը քայքայում է ամբողջ օրգանիզմը, ամբողջ առողջ օրգանիզմը, դա իր ծրագիրը դրել են իր մեջ եւ ինքը դա իրականացնում է։ Ում մտքով կարող էր անցնել, որ ասենք թե Արցախը սարի նման մարդիկ պետք է ասենք թե հեռանան։ Դու թուրքն ա եկել, մոնղոլն ա եկել, ով մեր բոլոր թշնամիները, դրանք սարի նման կանգնած են, չէ եղել։ Այ մեր մեջից գտան Միստոր Արարածի ու արեց քայլեր հետևական ու այն Ալիևը իր բյանով էր չի ասում, որ ստիպում են իրեն փակ դռների հետևում, որզի ճանաչի Արցախի անկախությունը։ Դες մի քանի տարի հետո քանդեց։ Արևի բերնով ասես չէ, ես հաղթել եմ նախկին երկու նախագահներին։ Այո։ Այսինքն ինքը պարտված է եղել, չէ, 30 տարի։ Ինքն էլ իր հայրն է, ինքն էլ իր հայրն է։ Եվ այ տեսեք, ֆանտաստիկ բան տեղի ունեցավ, երբ որ մենք բոլորս մտածում ենք, որ այս հարցը արդեն լուծել ենք, այս հարցը լուծված է մեր ժողովրդի հերոսությամբ, տառապանքով, արյունով, քրտինքով։ Եկած ու չդարձրեց։ Հիմա ինչու եմ նույնիսկ ասում, մեզանից է կախված։ Այս ճակատամարտը պետք է լինի իր վերջը։ Այդ ստոր Արարածի, ստոր խմբակցության վերջը։ Մենք պետք է կանգնենք ու ասենք վերջ։ Դու այլևս այստեղ անելիք չունես։ Գնա քո տերերի մոտ։ Պարոն Մինասյան, դա ավելի շատ հայ ժողովրդի ուղղորդն է, չէ, ոչ թե այսպես թողնել իհարկե ինձ կեցե Միքայել Սրբազան, Հաճապահյանը, ես կարծում շատ բան գնահատականները տալիս է, շատ ճիշտ է անում, շատ տեղին, շատ պատկերավոր խոսքով, որ գնա հաչա կամ շունը երբ որ սատկել է գալիս է եկեղեցու, դե երևի դից պետք է արդեն հասցրել են այդ աշճանի վերջո ձեր ապօրինի զույգը, ինչ ասում, ապօրինի ամուսնություն, թե արտամուսնական ամուս, չգիտեմ ինչ, այսինքն բան գնահատականները տալիս է, բայց այնուամենայնիվ սա մեր գործն է, թե եկեղեցուն մեր գործն է, չէ՞ կարծեմ առաջին հերթին։ Ես դու մենք եկեղեցի ենք, որտեղ ես շատ հաճախ լսում եմ հիմա թող գավազանը վերջնի, թող սա անի, չէ, բայց մեր խնդիրն է, չէ՞ դա առաջին։ Բայց եթե մենք իր կողքը չլինենք, մենք իր հոտի անդամներն ենք, իր կողքը չլինենք, ինքը ումով պետք է դա ասի։ Եվ նաև խոսքով, գործով, կազմակերպ, այսինքն այդ առումով պիտի բակուսակցություններ կան, ազգային ուժեր կան, հանրային գործիչներ կան, մտավորականներ կան, իհարկե հայ տառակությունը, դուք տեսնում եք մտավորականների պահվածքը։ Իդեպ չի, հայ տառակություն ձայն չկա, սա մի ազգային դուք ողբերգությունից եք խոսում, ես չգիտեմ սա ինչ է։ Քանի պատմաբանի եք լսել եւ ընդ որում իրենք բոլորը արժանացել են բարձր պարգևների, կոչումների հայ առաքելական եկեղեցու կողմից եւ քար լռություն, այսինչ ողորմելի վիճակ է։ Արցախը կորցրեցին։ Չեմ հավատում։ Լսում եք դուք ձայն։ Եթե դուք լսել եք, խնդրում եմ փոխանցեք։ Ուրեմն ինչ է տեղի ունենում։ Համոզված եմ իրանք էլ կլինեն չարքերում։ Չի կարող պատահի։ Հայ ծնողի զավակ են, չի կարող պատահի։ Տնօրենը Արա Խզմալյանը մասնակցում է նորաձև, ինչ է, նորաձև կրթությունը, այս բանին գնում է նույն հարթակի վրա, ինչ որ բան է բարբաջում, Արքմենիկ Նիկողոսյանը գնում է, վստահ եմ երևի այդ մեծ մասին առաջարկեն։ Չեմ հավատում։ Եվ այս ֆոնին, այս բանը, երբ որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ այդ նույն Աննան ասում է, ինչ է մանկապղծության մեջ է մեղադրում հայ հոգևորականներին եւ այդտեղ գրականություն տարածող իբրև թե մտավորական մարդիկ կան գնում են եւ այդ նույն հարթակի վրա ինչ որ բաներ։ Իհարկե զազրելի բան եք նկարագրում, ճիշտ եք ասում, բայց ես կարծում դրանք ահավոր փոքրամասնություն են։ Չի կարող պատահի որ վերացած լինեն մտավորականությունը։ Գուցե դրա հոտն էլ է առել Նիկոլը, մեզ թվում էր բանը Արցախից 10-40 կիլոմետր հանձնողին գրողի ծոցը կուղարկեն։ Գուցե ինքը տեսակ Մարդը լավ ուսումնասիրել էր, գիտեր, են էլ հանձնեց, նա էլ հանձնեց, նա իհարկե տակից քանդելով, ավիրելով, հարցակվելով եւ այլն։ Գուցե ինքը վստահ է, ես էլ եմ համոզված, որ այս դրա հարվածը ինքը մի այլ կերպ է ստանալու։ Ես քիչ առաջ էլ էս օրինակը վերից, ես մարդիկ գիտեմ, որ Նիկոլ են պաշտպանել, 2-3 օր առաջ խոսում եմ, ասում եմ, ես ինչ է անում, եկեղեցու առանձին ինչ-որ սրբազանների հետ կապված կարող են ինչ-որ բան ասել, բայց երբ որ ասում ես հայ առաքելական եկեղեցի, ինչ չէ ոնց կլինի տես, չես ինչ ա, այսինքն չգիտեմ, ես ուզում եմ հավատալ, որ այս տապալված է։ Լինելու բան չի, նույնիսկ այն մարդիկ, ովքեր ասենք թե կարող օրինակը լավ չի, տեսեք մենք խոսեցինք մեր հիմնադիր առաջին նախագահի մասին ու ասեցինք ինչ որ քայլեր ինքը արել է
բայց այս հարցում դա անհնար է։ Դա ուրեմն իր այդ մարդու մեջ հայ արյուն չի հոսում։ Անհնար է որևէ հայ նորմալ մարդ տեսի թե ինչպես 1600-ամյա մեր ինստիտուտը քանդում են։ Իսկ այս մարդը դա է ուզում անի։ Դա լինելու բան չի։ Չէ, բարձ ասած հայ ժողովրդին ոչնչացնի, բնաջնջի։ Դե մինչև ինքը եկեղեցին չանի, չվերացնի, դա չի կարող անել։ Ո՞նց կարող ապատայի։ Չէ, դրանք կապ իրար հետ են։ Մեր մեծերից մեկն է ասել, մեր ժողովրդին պահողը լեզուն ու հավատ է։ Հիմա մշակույթը քանդում է, լեզուն քանդում է, հիմա այլ հավատքին չի կարող պատահել։ Անհնար է, ոչ մեկին չի հաջողվել դա։ Անհնար է, կոտրվելու է, մեջքը կոտրվելու է ու կախանձելով վազելու է դեպի իր տերերը։ Էտա, ծեծած շան նման։ Դա է անելու իր ապագան։ Իր տերերը, թե արդեն վերջապես համապատասխան տեղը։ Տերերը, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Չէ, համապատասխան տեղը ազգը վերջապես կուղարկի իրեն, թե չէ, դրա մասին։ Դե ասեցի։ Հա, այդտեղ։ Բաքու կամ Ստամբուլ երկուսից մեկը։ Հա, այնտեղ է գնալու, այսինքն այստեղ դատաստան չի լինելու, հա, այնուամենայնիվ։ Տեսեք, նաև դուք ճիշտ տեղից սկսեցիք ձեր խոսքը, որ ինքը հասկանում է ամենաամուր կայուն կառույցն է, կարծր, եւ եթե սա իր աթոռին է վտանգ սպառնում, չէ, որտեվ մնացած տեղերում կարծես թե հարցերը լուծեց։ Եվ նաև տեսակետ կա, որ ինքը այս ամեն աղմուկը բարձրացնելով ուզում է ստվերել իր մեծ ահռելի թալանը։ Իրենք իրենց վերնով են արդեն խոստովանում են, որ տեսեք, նորաձև կրթությունը սա պարզվում է բյուջեի հաշվին է, այս ամեն ինչը։ Մարդիկ իբրև թե շաբաթ կիրակի գնում են ինչ-որ միտեղ միլիարդերի բաներով են, այսինքն միայն միլիարդերները կարող են իրենց թույլ տալ ուղղաթիռով թռնել այստեղ, թռնել այնտեղ, հետո դա պարզվում է բյուջեի հաշվին։ Ես այն երևացող բաներն եմ ասում։ Այն ահռելի շարաշունը երեք խոսեցին դրա մասին, որ վթարի հերթական բանը եւ տուժածներ կան, սա երրորդ արդեն դեպքն է, չգիտեմ 20 մեքենայի ուղեկցում ինչ է անում, թե էլ չխոսենք նրա մասին, որ պարոն Բագրատյան օրինակ ասեց 7 տարում ստվերում 60 միլիարդ հայտնի չէ ինչ ուղղությամբ ինչ է տեղ ունեցել։ Երկրորդ նախագահը խոսեց 7 միլիարդից 2 միլիարդը ուր է գնացել կոնկրետ անիվում ինչ է եղել, այնտեղ ինչ է եղել 100 միլիոն եւ 120 միլիոնի մասն է խոսում։ Գուցե ստվերելու համար է, թե չի խանգարում մեկին եւ նա։ Անժելա, տեսեք, առաջինը ինքը աթոռից է կախված։ Իր աթոռը իր համար սրբություն է։ Եվ ցանկացած բան, որ վտանգում է իր աթոռին, իր համար իրեն կատաղության աշճանի է բերում։ Եվ այս առումով իհարկե, քանի որ ամբողջ ժողովուրդը է տեսնում, որ սրանք թաղված են միջև ականջները այդ կաշառակերության մեջ, ընդ որում կաշառակերությունը այստեղ համատարած բնույթ է ու կառուցվածքային բնույթ է կրում, վերից ներքև։ Հələ տեսեք քաղաքապետում շաբաթ չի ասում, որ այնտեղ որևէ մեկի օձիքից չբռնեն կաշառակերության համար։ Դա ինչ է։ Դա համակարգված կաշառակերություն է։ Կոռուպցիան համակարգված բնույթ է կրում։ Դա բանաձև է, սահմանում ունի։ Եվ այս երկրում կոռուպցիան իսկապես համակարգված բնույթ է կրում։ Ինստիտուտներում համակարգված կառույցներ են, որոնք համակարգված թաղված են կոռուպցիայի մեջ, եւ դա գիտի, ու բոլորը դա գիտեն։ Ժողովրդին այլևս դա հնարավոր չի թաքցնել։ Եվ դա եւս խոսում է նրա օգտին, որ իր վարկանիշը գնալով նվազելու է։ Եվ այս պարագայում հիմա շատերը այլևս ուրիշ կերպ են նայում։ Գիտեք, երբ կուտակվում են խնդիրները, մարդիկ անդրադառնում են, որ այն 5 խնդիրներն էլ ես ոնց որ թե 100 պատշաճի չեմ գնահատել։ Այսօր մարդիկ անդրադառնում են, թե բայց ո՞նց եղավ, էլի լավ, որ մենք հանդուրժեցինք մեր 5000 զավակների զոհը։ Ո՞նց եղավ, որ ասենք թե 12000 քառակուսի կիլոմետր տվեցինք Թուրքին ու ոչ մի բան չեղավ։ Ո՞նց եղավ, որ ո՞նց եղավ, որ իրենք բոլորը միլիոնատերեր են առնվազն։ Չէ, որտեվ ասենք ասում են Հովիկ Աղազարյանն ինչ գործերի մեջ էր $300,000-անոց ինչ որ այդ մի գործարք։ Այդ մեկը որ ասենք թե գիտեմ, ցանկացածին մոտենում են, ասում են, չգիտեմ, ես ինչ բաների մեջ է, 1 միլիոն, 10 միլիոն է, միլիարդ է, չգիտեմ ինչև, բայց ինքը ինչ էր խոստացել։ Աշտա, տեսեք, դուք ճիշտ եք ասում, բայց ես միտքը սկսեցի ասի, երբ որ այսօրվա խնդիրները մարդկանց աչքից այլևս չեն կարողանում իրանք չտեսնեն այդ մարդկանց աչքերը չեն կարողանում այդ խնդիրները չտեսնեն, իրանք այս խնդիրները տեսնելով անդրադառնում են հին խնդիրներին, որոնց վրա իրանք աչք են պակել։ Ու տեսնում են, որ չէ, սա առանձնահատուկ մի բան չի։ Այսինքն բանի արտանալու փուլն է։ Առանձնահատուկ մի բան չի, մի ամբողջ շղթայի հերթական օղակն է։ Եվ այդ խնդիրները ոչ պակաս ցայտուն խնդիրներ, նաև առաջին եղել, որոնց վրա ինքը աչք է պակել։ Եվ այդ պարագայում արդեն իր հեղինակությունը գահավիժում է ահավոր ձևով։
միայն սվինների վրա, ինչպես ցանկացած տոտալիտար երկրի իշխանություն, միայն ոստիկանական սվինների վրա է կարողանում իր իշխանությունը պահել։ Ուրիշ բան չկա։ Ընդ որում, ելի եմ ուզում կրկնեմ, նույնիսկ իր ադմինիստրատիվ ռեսուրսը իրան ձայն չի տալիս։ Սա խայտարակ բան է։ Այսպիսի բան որևէ տոտալիտար երկրում նույնիսկ չի կարող լինել։ Իր ռեսուրսը ադմինիստրատիվ երես է թեքել իրանից։ Եվ պարզը որ ինքը պետք է ցնցումների մեջ են գնի։ Ու այդ ցնցումների դրսևորումները մենք տեսնում ենք հարձակումներով մեր սուրբ եկեղեցու։ Բայց այլևս այդ թիմը մասնակից է Թալանին, այսինքն այդտեղ այդ կողմն է, հարցի մյուս կողմն էլ կա, է։ Շատ կարևոր է։ Դրա համար ինքը արատավոր շրջան է ստեղծել իր շուրջը, բոլորի նկատմամբ ունի կոմպրոմատներ, որովհետեւ իր ձեռքից չփախնեն։ Եվ այս պարագայում գիտեք, շատ խելամիտ պետք է վարվի ընդդիմությունը, որովհետև ուղիղ հարձակումը, ուղիղ ճակատային հարձակումը կբերի նրանց, որ նրանք կբյուրեղացվեն։ Ես կարծում եմ պետք է արվի քայլեր, որ նրանք կամանց կտոր հեռանան այս ազգակործան պատոհասից, որովհետև մենք ոնց որ արդեն ասում ենք մյուս թեմ կտոր նկատի ունեք ԿՊԱ-ականները հեռանան։ Այն գործընթացը, որ հիմա գնում է, դա այդ իմպիչմենտի գաղափարի ռեալ իրականացնում է, ենթադրում է, որ այո, հենց այդ ԿՊԱ-ականներին ցանկից են, պարոն Մինասյան, այդ դրա համար այդ հարցը։ Իրավացի, ես էլ հենց այդ ասի, բայց դուք եթե նրանց շանս չտաք, այնքը միանգամից կասեն քո տարած 10 միլիոնը, այ քո տարած քանի միլիոնը։ Ողջամիտ ձևով պետք է դա արվել, դուք պետք է նրանց թույլ տաք, որպեսզի նրանք չբացահայտվեն եւ բացահայտվեն միայն X րոպեին։ Եթե դուք ստիպեք, որ նրանք իրենց կարծիքը բաց արտահայտեն, իսկապես միայն մեկ պայմանով իրենք կգնան դրան, երբ որ վստահ լինեն, որ դա կայանալու է, հակառակ դեպքում իրենց դաժան բան է մյուս կողմից սպասում։ Միանշանակ։ Այսինքն իրենք պետք է վստահ լինեն, որ դա կկայանա, վստահ պիտի լինեն, որ հանրային ընդվզում պիտի լինի, վստահ պիտի լինեն, որ իրենց նման 3-ը կլինեն, 3-ին կհաջորդի 20-ը, դժվար process է, բարդ process է։ Շատ, իհարկե բարդ process է։ Նույնիսկ ավելի պիտի ասեմ իրենք պետք է ինչ կանի իրենց հետ։ Բա իհարկե շատ ճիշտ է կա։ Նույնիսկ պետք է իրանք ավելի երաշխիք ունենան։ Այո, այդ բառն է ճիշտ ասեցիք, երաշխիք ունենան։ Եթե հանկարծ process-ը մինչև վերջ չգնա, ինչ է իրենց ինչ կլինի։ Իրենք չեն բացահայտվելու։ Այսինքն այստեղ շատ ողջամիտ պետք է լինեն, որովհետև իսկապես մեր դեմ հրեշ է կանգնած։ Հրեշ, որ իր այդ մագիլներով բռնել է մնացած բոլորի վզից։ Եվ ցանկացած շարժում ինքը կարող է ոչնչացնել։ Եթե այդպիսի մեծ ընդվզման բան ալիք լինի, գուցե այդ պահին այդ վստահություն ներշնչող մարդիկ լինեն, որ այդ երաշխիքը հենց ամբիոնից կամ անից տան, ասեն, այ եթե այս պահին էլ անգամ դուք պատրաստ եք դա անելու, մենք ներողամիտ կլինենք կամ ըմբռնում ենք։ Այժմ ես կարծում եմ, որ դա տեխնոլոգիա է, որին ես չեմ տերապետում, ենթադրում եմ դու լավ չես տերապետում, թե նման պայմաններում ինչպիսի բանակցություններ են գնում, ինչպիսի երաշխիքներ են տրվում, բայց որ ցանկացած իրավիճակում կա աշխարհում մշակված տեխնոլոգիա այդ խնդիրը լուծելու դրանում ես չեմ կասկածում։ Քաղաքագետներից մեկը, ես ուզում եմ նաև այս հարցը ձեզ հետ քննարկել, պարոն Մինասյան, քանի որ այս փուլին ենք եկել հասել։ Երբ որ ընդվզում էր, ինքնաբուխ էլ եղավ մեկ անգամ, հիշում եք Սյունիքի այդ դեպքերից հետո ինքնաբուխ գնացին ազգային ժողով, եւ այդ ժամանակ ասում էին, որ պիտի մենք հիմա կարողանանք, չգիտեմ, 20 քանի կամ 10 քանի падգամավոր բերենք ԿՊ-ից, գան ազգային ժողով եւ քվեարկեն, դա իրագործելի չէր այդ փուլում, դա կազմակերպված չէր, բան չէր եւ գուցե մասանել այդքան շատ կար, նաեւ այսպիսի կոչեր եւ տեսակետներ կար, որ քանի որ դավաճանական պիղծ ուժ է, պիտի տեղում խորհրդարանում հրճակվի այդպիսին ԿՊ-ն ամբողջությամբ եւ հենվելով այն մյուս падգամավորների վրա ԿՊ-ի եւ պատիվունեմի տեղում իրենք հրճակում են եւ իրենք են քվեարկում եւ ժամանակավոր վարչապետ ընտրում նաեւ սա կա, սա իրագործելի է թե իրագործելի չի։ Միգուցե իրագործելի է, բայց ես ավելի շատ հակված եմ նրան, որ ցանկացած սպոնտան, լավ սպոնտան process-ը լավ կազմակերպված process-ի դրսևորումն է ընդհանրապես։ Դուք պետք է լավ կազմակերպեք այդ process-ը տեխնոլոգիաներով։ Այնչու նաև այս ուղղությամբ չեն նայում, կա այդպիսի օրինակներ, որ տեղում հրճակում է դավաճանական ուժ։ Ինքը հայտարարել է Արցախը Ադրբեջանից ըստ սահմանադրության, մարդը դավաճան է, սահմանադրություն է խախտել, չէ՞։ Եվ այդ ուժերը ողջունել են իրեն, այդ նույն ԿՊ-ն ողջունել։ Հիմա մենք ոչ թե պիտի դավաճանների միջից ինչ որ բաների սրբադասենք ու ասենք եկեք քվեարկեք, այսպես վարվեք, մենք ներողամիտ կլինենք, դուք ողջամիտ կլինեք, մենք ողջամիտ չգիտեմ ինչ, այլ հրճակենք
տեղում եւ քվեարկենք, ասենք որ այս ուժը իրավունք չունի, այս ուժի որևէ ներկայացիչով մասնակից եղել Արցախի հանձնման, ես մնացած բաների մասին չեմ ասում, իրենք իրավունք չունեն անգամ քվեարկելու ժամանակավոր վարչապետ ընտրելու։ Այժմ ջան, դու խոսում ես վերջի փուլի մասին, ես ասում եմ վերջի փուլը իսկապես ինձ կարող է պաթետիկ գեղեցիկ պատկերացնել, բայց այդտեղ հասնելը մի դաժանակիր աշխատանք է։ Բայց ունեցել ենք դեպք, երբ որ ինքնաբուխ մարդիկ դուրս են եկել, կարելի էր դա իրագործել։ Մենք հիմա չգիտեմ, պատրաստ ենք դրան, եթե դա տեղի ունենա։ Օրինակ, ասենք հիմա այս բան առաջ կա, եկեղեցու դեմ այս այլանդակարշավի դիմադրություն առաջ կա եւ դա ծնվի առաջ կա, ես չգիտեմ, պատրաստ է մեր ընդդիմությունը, թե կգնա դրա տանից բերի, չգիտեմ, որտեղից բերի համոզի, թե գուցե այս ճանապարհով գնանք։ Աշնա ջան, ես նորից եմ ուզում այդ միտքս առաջ տանեմ, ինքնաբուխ բաները գեղեցիկ են։ Չէ, ասենք ինքնաբուխ չեղավ, հիմա եկեղեցուն եկավ եւ այո, կայացավ։ բայց քանի որ կա խնդիր, քանի որ այդ խնդիրը ունի բաղադրիչներ, լավ կլինի այդ բաղադրիչներից յուրաքանչյուրը նախապես պլանավորված ձևաշտանք լինի, որովհետեւ այն վերջին գեղեցիկ մասը, ինչպես դու նկարագրեցիր, այդպեսին լինի։ Հակառակ պարագայում մեծ է հավանականությունը, որ այն տեխնիկական խնդիրները, որոնք դուք չեք լուծել, մինչև վերջի այդ արարը, թույլ չտան, որ դուք այդ ավարտեք։ Շատ լավ։ Դուք գիտեք, որ ես կարծում եմ ոչ միայն ես, շատ մարդիկ կան, ողջամիտ, առողջ, դատող մարդիկ, որ մտածում ենք, որ միայն միասնական ազգային ճակատով է հնարավոր տապալել այս ուժին, այն էլ չգիտեմ, էլի մեծ կասկածներ կա, որտեղ հետևում 100 միլիոն է կանգնած, առնվազն, 80-90 միլիոնանոց Թուրքիան է, Ադրբեջանն է եւ ոչ միայն։ Դուք համաձայն եք նրանք, ովքեր որ պարակտում են, իրենք իրականում շատ չեմ ուզում շատ խորանալ այս թեմայի մեջ, որտեղ ես կարծում եմ, որ ինչքան մենք քննարկում ենք, մենք վնասում ենք, որ հնարավորին է շուտ իրենք միավորվեն, սթափվեն։ Այո։ Այժմ ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքը օրինակ։ Եվ այսօր ես ընթերցեցի Սերան Օհանյանի խոսքը իմպիչմենտի հետ կապված, ինքը ասում էր բավականին հետարքեր խոսքը եւ ասում էր, որ ինքը պատրաստ է քննարկումների պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչների հետ։ Այն վերևի մասը եւս շատ կարեւոր է, բայց ես կարծում եմ ամենակարևոր միտքը, որը ուղղակի համահունչ է այն գաղափարից, որ դու ասում ես, կան իրավիճակներ, որ պետքա հինը փորձես չտեսնել։ Եվ այս նախադասությունը Սերան Օհանյանի, ես կարծում եմ շատ լավ է, կնստենք քննարկեն ու կարծում եմ ողջամիտ լուծման կգան։ Ես շատ եմ ուզում, որ հենց առաջնորդները մի օր դա կայանա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։